Շնորհակալություն, բնակարանաշինության հետ կապված ասեմ, ինչպես նշեց պարոն Լևոն Պարսեղյանը, Գյումրիում ներկայապահին առկա է 2400 տնակ, բայց ոչ այդքան ընտանիք, պարոն Պարսեղյան, բնակվում են տնակներում բնակվում են մոտ 900 ընտանիք, պետությունը այդ 900-ից 110-ի նկատմամբ ունի պարտավորություն, որոնք ենթակա են փոխհատուցման, այսինքն երկրաշարժի ժամանակ, երկրաշարժի հետևանքով բնակարաններ են կորցրել եւ պետությունը այդ պարտավորությունը վերցրել է մինչև 2027 թվականը պարտադիր այդ 110 ընտանիքները ստանալու են փոխհատուցումները, մնացած ընտանիքները տարբեր պատճառներով են հայտնվել տնակներում, ընտանիքները բազմացել են, մեկ եղբայրը ամուսնացել է, տեղափոխվել են ստացած այդ բնակարանները, մյուս ընտանիքի կեսը մնացել են տնակներում եւ այդպես 30 տարի շարունակել են ապրել։ Մենք ներկայացրել ենք տնակներից ազատվելու վերաբերյալ բավականին իրատեսական ծրագիր, սոցիալական բնակարանաշինություն հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների ընտանիքների համար։ Կառավարության որոշման մեջ այդ ճանապարհները նշված են եւ պետությունը այդ որոշման պարտավորություն ունի քաղաքը ազատել տնակներից, կցակառույցներից, ապօրինի այսինքն այդ ամբողջը որոշման մեջ կա արդեն։ 7 տարվա ընթացքում քանի բնակելի շենք է կառուցել ձեր կառավարությունը Գյումրիում։ 7 տարվա ընթացքում 5 բնակելի շենք է կառուցվել տարբեր սոցիալական ծրագրերով, համայնքական 7 տարվա 5 բնակելի շենքը քանի բնակարան է, պարոն Մինասյան։ Բնակարանների թիվը այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի բնակարան է, բայց 4 բազմաբնակարան շենք կառուցվել է Մուշ թաղամասում, մեկ շենք կառուցվել է Անի թաղամասում եւ եւս մեկ շենք իմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելու ընթացքում ստորագրել ենք համաձայնագիրը, շինթույլտվությունը ստացել ենք, կոմբինատ թաղամասում է կառուցվելու, շուտով շինարարական աշխատանքները։ Այսինքն 7 տարվա ընթացքում տարի ու կեսվա ընթացքում մեկ բնակելի շենք է, մեկ հարկեմ, պարոն Բազարյան։ Խնդրում եմ, եթե դուք տեղյակ եք, եթե տեղյակ չեք, ես կասեմ, նույն համամասնությամբ 7 տարվա ընթացքում ինչքան շենք է կառուցվել առաջին նախագահի կառավարման օրոք, ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երկրորդ նախագահի կառավարման օրոք եւ ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երրորդ նախագահի կառավարման օրոք։ Դուք այդ նույն 7 տարիների ընթացքում ձեր իշխանությունը, ձեր նոր իշխանությունը, ձեր համար նոր դարձած իշխանությունը ֆիքսենք, որ կառուցել է ընդամենը 5 բնակելի շենք 6 տարվա ընթացքում չեք կարողանում հանձնել մի ծննդատուն, ունենալով նաև բարերար, որը գումարի կարծեմ 60-70% տվել է։ Այնպես որ սա ամենակարևոր բնորոշումն է ձեր աշխատանքի արդյունավետության, ձեր կառավարության աշխատանքի, ձեր իշխանության արդյունավետության, որովհետև 7 տարվա ընթացքում ասֆալտից սկսած մինչև սոցիալական ծրեր դուք ամենասիրուն ձևով փորձում եք ժողովրդին ասել, որ հիմա պարոն Մինասյան, հետո պարոն Մալխասյան, խնդրեմ։ Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ նախկին նախագահների հանդեպ մեծ համակրանք ունեք, ասեմ, որ նախկին նախագահների ժամանակ այդ բնակարանները մեծամասամբ կառուցվել են բարեգործական հիմնադրամների կողմից Գյումրիում, այո, Սփյուռքից եկած, ես ես չնդադեցի, ես ոչ մի կապ չեմ, ձեր իշխանությունը